Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն։ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, որ նախ տեղի կունենան Ռուսաստան-Հայաստան բանակցություններ։ Այնուհետև երկու առաջնորդները կշարունակեն շփումը դեմ առ դեմ ձևաչափով աշխատանքային նախաճաշի շուրջ։ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ փոխգործակցության հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու ոլորտում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։ Քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, Սահմանադրության ընդունման, փոփոխության եւ հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։ Տիգրան Հարությունյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ Համապատասխան որոշումը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո դպրոցական Դավիթ Մինասյանը կալանավորվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ բավարարել է աշակերտին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Դավիթ Մինասյանը Արմավիր քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած կորցրել է գիտակցությունը եւ շտապօգնության մեքենայով տեղափոխվել Էջմիածնի բժշկական կենտրոն։ Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը Փաստինֆոյին հայտնել է, որ Դավիթի մոտ առկա է կոլապս։ Գիտակցության ամեն կորուստը կարող է ճակատագրական լինել եւ մահվան հանգեցնել։ Այդուհանդերձ 18-ամյա Դավիթին հիվանդանոցից կրկին տեղափոխել են Արմավիր քրեակատարողական հիմնարկ։ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը արդեն քանի ամիս է, ինչ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում է, որտեղ կրում է իր պատիժը ազատազրկման տեսքով։ Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը դատապարտվել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման 44-օրյա պատերազմի ժամանակ զինվորական պաշտոնեական անփութության համար։ Դատախազությունը պահանջում է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանից օգուտ պետության բռնագանձել 11 անշարժ եւ շարժական գույք շուրջ 3 միլիարդ 56 միլիոն դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Ադրբեջանական գերությունից վերադարձած լիբանանահայ Վիգեն Էուրջեկչյանը այսօր վիրահատվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա կինը։ Վիգենի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր։ Նա լուրջ առողջական խնդիրներ ունի, բարձր ճնշում, սրտի հիվանդություն եւ ոսկրային ցավեր։ Ադրբեջանի տարածքով 5 վագոնից բաղկացած բեռնատար գնացքը 349 տոննա ռուսական հացահատիկ է տեղափոխում Հայաստան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։